այս հակասությունը մեկնաբանում չկա խանդ, խորհրդարանական կառավարման երկրում կառավարության անդամների միլիոններ Ես միայն լրագրողներին եմ նախանձում, որովհետև ոչ մեկս չգիտենք, թե լրատվական կայքերը որտեղից են ֆինանսավորվում, չգիտենք մեր լրագրողները ինչքան աշխատավարձ է ստանում, բայց իրենք շորտ իշխանության ներկայացուցիչներն են, այդ առումով մենակ լրագրողներին եմ նախանձում, թե ճակերտավոր ջրաբերման կացեցի ես այդ հարցին պատասխանում դա մարդկանց աշխատավարձն են, որը Պարոն Սիմոնյան, տեսեք, Փաշինյանը պատգամավոր ժամանակ օպերատորների ջան խնդրեմ կամած։ Պատգամավոր ժամանակ Նիկոլ Փաշինյանը այսպես հողորջում էր, ձայնի տոնը բարձրացած, ասում էր մեր բաները, թոշակառուները, մեր մարդիկ աղքատները 200,000 են կազմում, հացին կակա են ասում, տարիք տվեք թոշակառուներն են թոշակառ, հիմա ձեր կառավարությունն է, կառավարության նիստը վարչապետը, ասում է ազգային ժողովում էլ անգլոնից ասես 10,400 դրամ էլ որ բարձրացնենք, դա կենսաթոշակառուների կյանքում բան չի փոխելու, ով որ 25,000 ջերուսման փող է տալու 35,000 է տալու ու էլի չի տաքանալու, այդ ո՞նց եղավ որ Սերժ Սարգսյանի իշխանությունից դուք ասում եք, փողը տվեք մեր տատիկ պապիկներին, բաներ են, միսիաների ցուցակները ավարտի հարցը հասկացա։ Դե այդ ո՞նց եղավ որ այն ժամանակ դուք բաներ պահանջում, հիմա տատիկ պապիկները էլ են տատիկ պապիկները, չէ՞։ Ավարտեցինք։ Այն մարդիկ, ովքեր որ պետք են տատիկ պապիկների աշխատավարձները բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արեստավարժ լինեն։ Դա մեկ։ Երկրորդը այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետքա մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրսը աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավորի աշխատավարձների եւ պետական հիմնարկների աշխատավարձների մեջ եւ կտեսնեք, որ մարդը կնախընտրի շատ ավելի շուտ գնա աշխատի մասնավորում, ազատ մնա այս տեսախցիկների քանակից, նման հարցերից եւ չգիտեմ, տարբեր տեսակի մեղադրանքներից։ Ես կներեք, դուք անդադ խանգարում եք, մի լրեք, եթե չէ նոր իրար հետ խոսում եք, մի խանգարեք, հարցին եմ պատասխանում ձեր գործընկերոջ։ Եվ վերջի վերջո հենց այս կառավարությունը, հենց այդ մարդիկ են, որ ուսուցիչների աշխատավարձներն են բարձրացնում եւ բարձրացրել են եւ այսօր ուսուցիչներ եւ զինվորականներ կան, որոնք որ շատ ավելի շատ են ստանում, քան օրինակ падգամավորները։ Բարձրացրել են այդ նույն տատիկ պապիկների թոշակները։ Անես տպավորությունն է, դուք այնց ձևով եք ներկայացնում, որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է այտենց այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ էլ եմ ասել, դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարցը, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբան, ինչ ասեց, ազատության Կարլենը։ Դե բայց աստղաբաշխական թվերը։ Իսկ դուք գիտեք ազատությունը ինչքան են ստանում լրագրողները, աստղաբաշխական բյուջեից չեն ստանում։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում։ Ես կրկնում եմ։ Հանրային միջոցների, պարոն Սիմոնյան, հանրային միջոցների։ Դու այն մնացածը որ սրանից առաջ խոսում էի, մենք չէինք լսում։ Չէ, լսում եք, հետևել կամ վիճելի։ Պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ֆիքսեք, աշխատավարձը այդքան է։ Ասում եմ, եթե այդքան ջանասիրաբար ձեզ այդ ամեն ինչը անհանգստացնում է, վերջի վերջո հայտարարություններ եք անում լրագրողներով, լրագրողական ինչ-որ կազմակերպություններով, հարգելիներս,
սկսեք ձեր թափանցիկությունից։ Մենք թափանցիկ ենք, առնվազն դուք մեզ քննադատում եք, մենք ինչ-որ ձևով բան ենք անում, հիմա ձեր թափանցիկությունից սկսեք։ Շատ լրագրողների մասին էլ կան դրանք։ Ես իրան եմ խոստովել, իր հարցերին պատասխանեմ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, Հիշեք։ ՕԳԳ պետք է ունենա կառավարությունը, որպեսզի այդքան Իսկ ով որոշ, ով ասել, ով ձեզ ցույց տվել դուք այդ ՕԳԳ-ն ասեք։ Դուք որպես քաղաքացի կետակ այդ ՕԳԳ-ից ելնելով կքվեարկեք Քոչարյանի ՕԳԳ-ին, Սերժ Սարգսյանի ՕԳԳ-ին, մարդ էլ կլինի կգնա Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ին կքննարկի։ Հիմա խենք մենք դա քննարկում։ Տեսեք, Նազելի Բաղդասարյանը դուք եր քիչ առաջ վկայակոչեցիք խաղաղություն բերելու փաստարկը, որ խաղաղություն եք բերել եւ այլն, ու դա համարում եք արդյունավետություն, որի համար կարելի է ապարգևատրվել։ Չէ, ես տենց բան չեմ ասել։ Նազելի Բաղդասարյանն ասել է, ես Նազելի Բաղդասարյանը չեմ։ Ես Նազելի Բաղդասարյանի խոսնակը չեմ նույնիսկ։ Դե ասեք ինչի համար պիտի ապարգևատրվի ձեզ բյուջեի հաշվին։ Դուք չեք լսում, երբ որ ես խոսում եմ։ Հասնում եք աշխատավարձ։ Չէ, մի րոպե։ Դուք չեք լսում, որ խոսում եմ։ Լսում եմ շատ ու շատ։ Մարդիկ ստանում են, ուրեմն լսեք, աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան, որևիցե մեկ դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է, մինչև հենց նոր ձեր գործընկերոջը պատասխանի, պատասխանեցի, ինչե օրենսդրորեն դա կձևակերպենք։ Խորհրդարանական կառավարման երկիր են, դուք վերահսկող գործառույթ ունեք նաև գործադիրի նկատմամբ, ու գործադիրի անդամները, այդպես ես պիտի երկրորդեմ, աստղաբաշխական թվերով պարգևատրումներ են ստանում, որտեղ 7-8 միլիոն, 6 միլիոնը դրանք իսկապես ահռելի գումար են մեր տիպի աղքատություն ունեցող երկրի համար։ Հիմա դուք չպիտի հաշվետվություն պահանջեք կառավարությունից, այդ միլիոնները ինչի համար եք ստացել։ Եթե խաղաղության համար են ստանում, եթե համարում են, որ խաղաղություն են բերել եւ դրա համար չենք ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար։ Դուք ասում եք խաղաղություն, ես ուրախ եմ, որ դուք որպես խաղաղությունը որպես ամենալավ ձեռքբերում այնուամենայնիվ արձանագրում եք, դա ինձ ուրախացնում է։ Բայց դա մարդկանց աշխատավարձն է, ինչ է այդպես չի, մի վիճեք հետս։ Դա մարդկանց աշխատավարձ։ Դուք ինչի համար եք, մենք այդ ձեր խնդիրը կանում է նրանում, որ դուք կորուստը ենթադրում եք, որ կարելի է փողով հաշվել։ Փողով կորուստը չեք հաշվի։ Դուք կորուստները իհարկե արի չբանավիճենք, հարգելի լրագրող։ Արի չբանավիճենք, բայց պետք չի, դա լեզվամտածելակերպ է։ Այսինքն կորուստները մտածում ես պահում անեինք 44 օրյա պատերազմի համար, այս ի՞նչ դրամաբան, այս ի՞նչ ես ասում։ Ինչ համար եք դուք պարգևատրվել։ Հարգելի, մենք չենք պարգևատրել, 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար, բայց վերջին անգամ։ Նախարարներն էլ չեն պարգևատրվել, այդ միլիոնները ուղղակի sense միֆ են։ 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար եւ մեր հեռուստադիտողների համար։ Նախարարների աշխատավարձն է։ Ուզում ես եւս մի քանի պաշտոնյայի անուն դուր 4-րդ անգամ կրկնում եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Ուրեմն 5-րդ, ես 5 թիվը շատ եմ սիրում, 5-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է, որի մի մասը անունը տենց է դրված, դա այդ 6 այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է եւ տրվել է, ասեմ ավելին, էլի է տրվելու այլ համամասնությամբ գուցե էլի է տրվելու, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Մի հատ էլ ասեմ, դա այդ մարդկանց ոչ ստացել են իրենց հասանելիքի N նախատեսվածի մի մասը 8-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Իրար հետ դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Ի 10-րդ անգամ արժի։ Վերջ։ Բացատրենք ինչ Որովհետև այո, դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտել։ Իհարկե նման մենք քաղաքականության մեջ նորեկ չենք, հա։ Մենք գիտենք, հասկանում ենք, չէ՞, որ նման հարցադրումներ կարային լինեն, բացատրելու կարիք կարա լինել, եւ մեր համար շատ ավելի հեշտ էր տեխնիկապես այնպես անել, ոնց որ խոսեցինք, հա, աշխատավարձի բանով անել, հա։ Հա, ինչ որ ձևով բան, բայց տեխնիկական պատճառներից ելնելով նաեւ վարչապետը ասաց, որ միջանկյալ լուծում է ընտրվել նման բան։ Եւ վերջին 10-րդ անգամ ասում ես թեման փակում ենք, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Այլ հարցեր։ Չէ, լավ,
մենք արի քաղաքական գործիչը եւ մեր այսօրվա դաշտի լրագրողը բարոյականությունից չխոսի։ Այդպես ոչ կարծում ճիշտ չի։ Երբ որ մենք հիմա դուրս գանք, Կարծում ճիշտ չի։ լիքը մարդ նոր տարին դոմիկներում ա դիմավորել։ Լիքը մարդ դիմավորել է անլույս, Լիքը անհաց, առանց ավանդական տոլմաների, առանց խոզի բդի եւ նաեւ լիքը մարդ Դուբայներում ա դիմավորել, Եգիպտոսներում ա դիմավորել, տարբեր երկրներում ա դիմավորել, հյուրանոցներում լեփ լեցուն, Հայաստանի Հանրապետության տարբեր ռեստորաններում ա դիմավորել։ Այդտենց բաներ, այդ դեմագոգիա է։ Լսեք, հարգելիս, ես իմ խոստումը չեմ կատարել, կգնաս, կընտրես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ ում որ կնախընտրես, կամ չգիտեմ, ելով կա այնտեղ, ում որ իր խոստումները կատարել է, հա, պայմանավորներ տենց։ Պարոն Սիմոնյան, ես մի հարց էլի, դուք ես ճիշտ հասկացա։ Ում ես ընտրում, որ միշտ է տենց ես, Ռոբերտ Քոչարյան, թե Սերժ Անկեղծ չեմ հասցնում որևէ ընտրության մասնակցել, որովհետեւ Այ վատ ես անում, այդ 20 րոպեն չես կարողանում գտնես գնաս ընտրում, պետք է ընտրությունների մասնակցես, այդ մի ձայնը կարող է դաշնակցությանը պետքական լինի, կամ Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Սիմոնյան, ես ուղղակի կուզեի դուք բարձաբանեիք։ Էլ այդ հարցին չենք վերաբերվում։ Չէ, չենք, արդեն 10 անգամ մի բան ասեց, չէ, այլ հարցեր կան։ Դուք որ ասում եք պետական ապարատից կելնեն կգնան մասնավոր։ Օրինակ դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ բարձր պարգևավճար կամ այդ աշխատավարձը չստանանք, մասնավորում որտեղ կարող եք բարձր բազմամիլիոնանոց աշխատանք գտնեք։ Ձեզ ով է առաջարկում նման աշխատանք։ Ես դա չեմ քննարկում, ես որևէ քաղաքական գործիչ չեմ, պետական այր եմ, ես այնպես բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ։ Առնվազն ձեր լրատվամիջոցում կամ որևիցե այլ լրատվամիջոցում բավականին լավ լրագրող կարող եմ աշխատել։ Պարոն Սիմոնյան, բայց ես ճշտող բան եմ ուզում հարցնել, ոչ հասկանալի է։ Այդ այլ հարցեր, եթե չկան գնում եմ։ Չէ, լավ կան։ Ես ուզում եմ իմանալ Ոչ կարա 3 օրը մեկ ես 40 րոպե նոն-ստոպ ձեր հետ խոսում եմ։ քաղաքացիական պայմանագրի ընտրացուցակի ձևավորման հետ կապված ավարտվեց այդ այսինքն այդ լսումները, այն որ պետք է տեխնացուներին լսելու փուլը ավարտվեց, հիմա նախ չի դեռ հանրայնացվել, եթե ես չեմ սխալվում, քանի հոգու տեխնացություն է առնվազն այս փուլում հաստատվել, եթե կարող եք նշել։ Մոտավորապես, եթե չեմ սխալվում, 300, եթե չեմ սխալվում։ Այդքան էլ լինելու է նախընտրական ցուցակը, թե դա ֆիլտրվելու է կրկին։ Չէ, էլ ֆիլտրացիայի փուլ չկա եւ մենք այս ամեն ինչ հարաբերական է, որտեղ աշխատանքները տարվում են, ցուցակը ձևավորել է համաժողովը, ամբողջական ցուցակը, ինչ որ մի սկզբնական մասը մի քիչ ուրիշ տրամաբանության մեջ առաջին ենթադրենք 50-ը կամ 100-ը, մնացածը մի քիչ միգուցե այլ տրամաբանության մեջ զուտ տեխնիկայից ելնելով, որտեղ մի քիչ անհնար է, էլի 300 հոգու հետ կապված մենք հիմա տենց խնդիր ունենք, ուզում ենք հենց անենք, որ մաքսիմալ ապահովենք բոլորի հավասարությունը, հավասար ներկայանալու, հավասար ընտրվելու հնարավորությունը, բայց այդ քանակի մեջ 300 մարդ ընտրել դուք պատկերացնում եք 300-ի մեջից հիմա տեխնիկայի շուրջ են քննարկում, բայց ցուցակը ձևավորելու է ոչ թե մի մարդ, երկու մարդ, ցուցակը ձևավորվում է համաժողով, պատվիրակների քանակը գրեթե 1000 են։ Այսինքն միանձնյա որևէ Չէ, երբ ենք մենք միանձնյա այնպես բան արել։ Հաճախ մտածում եմ, որ կարելի է ինչ-որ մի բան միացնել, բայց ցավոք սրտի մի չորս չենք կարող։ Համաժողովի ժամկետները հայտնի են երբեք մոտակա ժամանակները չեմ ուզում։ Լրատվամիջոցների հետ կապված մի հարց ունեմ։ Ես ձեզ խնդրում եմ, որ վերականգնեք մեր գործընկերների հավատարմագրումը, պարոն Սիմոնյան։ Խնդրում եմ, որ չմոռանաք, որ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ էլ անցյալում այսպես միջանցքները փակ լինեին, մենք Շմայսին, տարբեր օլիգարխների, ձեր կոչմող օդիոս դեմքերի հնարավորություն չէինք ունենա հարցեր ուղղելու, նրանց մերկացնելու եւ դուք հնարավոր է չգայիք իշխանության, պարոն Սիմոնյան։ Ինչի չեք վերականգնում մեր գործընկերների հավատարմագրումը։ Օրենքը խնդրանքով չի լինում։ Մի խնդրեք, օրենքը խնդրանքով չի լինում։ Ինչ վերաբերում է առաջվա ժամանակներին լրատվական դաշտի 99%-ը վերահսկել էին։ Կային 1, 2, 3, 4 անհատ լրագրողներ, որոնցից մի մասը այսօր էլ կա, եւ այդ անհատ լրագրողներն էին, որ այսպես ասած աչքի էին ընկնում, մնացած լրատվական դաշտը վերահսկել էր, ինչ պետք է իրանք անհանգստանային որևիցե խոսքից, իսկ քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը, մեր կուսակցությունը, մեր քաղաքական գործունեությունը, ես նման եմ մարդու, որ լրատվամիջոցներից խուսափում է, դուք եք ինձնից խուսափում։ Բայց ինչի՞ չեք թողնում։ Դուք եք ինձնից խուսափում։ Ինչ աշխատում, ինչի՞ չեք թողնում։ Կարող է այդ իմ այդ հա, ես ասում եմ 10 20 թե 30 օր առաջ եմ հարցազրույց տվել, մեծ հարցազրույց կամ ես
նման եմ մենք, նման ենք մարդկանց, ովքեր լրատվամիջոցներից Ինչն է խուսափում են։ խնդիրը, ձեզ Օրենք ասել է խախտել Արթուր է, օրենք Հովհաննիսյանը, խախտել է, չգիտեմ, Կոնջորյանը ինչ որ խնդիրներ Սովորեք ունեն, կանոններով, ուղղակի սովորեք կանոններով աշխատել, էլի։ Այդտեղ չի նմր, դա ինչա մի հատ փուճուրիկ բանա գողացել, էլի։ Ինչ որ սահմաններ որոնք առաջ բաց են եղել։ Լավ է, վերջացրու։ ժողովի դռները բացում Մի են։ վերացի, այս խոսակցությունը կավարտես խոսեմ, թե դու այստեղ կանգնի։ Ասում եք խախտել է, ասել Կավարտես խոսում։ Այլ հարցեր կունես։ Չեմ պատասխանում։ Պարոն Սիմոնյան, իսկ հնարավոր է, որ падգամավորները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի լրագրողները հարցեր ուղեն, այդ արգելված գոտուց գան մահկանացուների համար նախատեսված վայր, որ մենք կարողանանք հարցեր տանք եւ այդ սահմանները չհատենք։ Դա կկազմակերպեն գալիս։ Հայ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, որ այս կողմով են գնում գալիս եւ որտեղ լրագրողները չեն կարող լինել, հնարավորություն չկա իրենց հարց տալ։ Բայց տեսեք, իրոք, եկեք ծուրը նստենք, դուզը խոսենք։ Ավելի բաց, ավելի շատ խոսացող իշխանություն Հայաստանում երբևէ չի եղել։ Ես կոնկրետ մարդկանց չգիտեմ, հիմա մարդը իր աշխատավայրում է գտնվում։ Նարեկ ջան, հասկանում եմ, բայց ես խորհրդանի նախագահ եմ, բայց ես Հայկ Կոնջոյանի կամ որևիցե մեկ այլ падգամավորի չեմ կարող ստիպել, ասել դու պետքա հարցազրույց տաս։ Դա խմբակցությունը կարող է անել, վերջացնեմ, էլի, խմբակցությունը կարող անել, բայց այնուամենայնիվ չի կարելի падգամավորին մեղադրել, հիմա մենք հասկացանք, բացենք, նկատեցիր խոսում եմ, նկատել ես որ խոսում եմ, գիտեմ որ Հայկերը խմբակցության ղեկավարը, տեղյակ ես որ ես այդ խմբակցություն, դե մի ընդհատ ինձ խնդրում եմ։ Ես կարծում եմ որ падգամավորը ինքը պետքա որոշի, երբ հա ինքը պատրաստ հարցազրույց տալ։ Ինձ ես ձեր կողքով անցա։ Դուք ինչ Ման հարց չտվեցիք, եկա Տիկին Ջեբեջան ասեց հարց ունեմ, ասի կպատասխանեմ, դուք եկաք հավաքվեցիք, դուք որոշեցիք, չէ՞ գաք ինձ հարցեր տալ։ Դե թողեք падգամավորն էլ որոշի, երբ որ ինքը պատրաստ է, ասելիք ունի եւ այլն, բայց այնուամենայնիվ բաց են այն մարդ, ասենք ավելի բաց падգամավոր խոսացող իշխանություն եղել է, վարչապետը ամեն շաբաթ ճեպազրույց է տալի բոլոր։ Ես 3 օրը մեկ 40-45 րոպե բոլորիդ հետ խոսում եմ։ Բայց գուցե դուք մասացնեք իրենք ունեն, Պարոն Կոնջորյանը, Կներես էլի, իսկ ինչ տարբերություն իմը Կոնջորյանի միջև։ Ենթադրենք ինքը ինչ է նշանակում։ Չէ, իհարկե թաքցնելու առումով ոչ մի տարբերություն ոչ մի ինքը դրա պարզաբանումը տվել է եւ որևիցե այդտեղ կարծում եմ փակ թեմա չի կարող լինել այլևս։ Գերո բան ուղարկեք, օրենքով հարգելիս, օրենքով հարցում ուղարկեք։ Էդ էլ հում կա։ Եթե ժամանակին կարող եք հարցում ուղարկել։ Նախկին իշխանության ժամանակին այդ միջանցքները փակ լինեին։ Հիմա բազմաթիվ լրագրողներ զրկված կլինեին հավատարմագրումից եւ այն, բայց չի արել, չէ՞։ Էլի այդ նախկինները որ բերում եք, հետո ինձ հարցնում եք, հետո ինձ հարցնում եք, ասում եք խեք նախկինից խոսում։ Նախկինում ձեզանից ոչ մեկը կյանքում չէր իմանա իրանց խմբակցության ղեկավարը քանի միլիոն դոլարով, այս դեպքում որ ասենք ընկել եք 3 թե 4-5 միլիոն դրամի տարբերություն եք փնտրում, ով որտեղ ինչ տուն ունի, որ երկրի քաղաքացի է, կամ կծեծեին, կամ կզանգեին խմբագիրներին գործից հանել կտակ, շատ լավ նայել եմ։ Հա, իսկ այդում ասաբնյակներն է հրապարակել։ Հələ մի հատ ինձ կուղարկեք։ Ներողություն։ Մանումենտի դեղեկը վերջերս ա եղել։ Մի ստից բաներ խոսացեք։ Գնացեք, ասում եմ։ Գնացեք, նայեք, այն ժամանակվա խոսքի ազատությունը, այս ժամանակվա խոսքի ազատությունը, ասում եմ, վերածվել է լկտիության։ Ամեն մարդ, ով որ ինտերնետ մուտք ունի, որոշում է, որ պետք է ինչ որ մեկին վիրավորի, նաև լրագրողներին է դա վերաբերվում, նկատի ունեմ, լրագրողներին էլ են վիրավորում, ու առիթից օգտվելով ասում եմ, որպես ԿՊ կուսակցության անդամ, որպես այո, մեր աջակիցներին եմ դիմում, որևիցե մեկը իրավունք չունի, որևիցե լրագրողի, որևիցե ձևով վիրավորի, դա վատ բառ չեմ ուզում ասեմ, ամենավատ բանն է, որ կարող է մարդը անել, դա նշանակում է փաստարկ չկա, դա նշանակում է ինչ որ չգիտեմ, ասելիք չկա, դա դիմում եմ այն մարդկանց, ովքեր որ համարում են, որ իրանք իրավունք իրենց պետք է վերապահել լրագրողին վիրավորը, անթույլատրելի բան է։ Դե գոնե պաշտոնական էջի տայնից այդ մեկնաբանությունները հեռացվի հաջորդը ես։ Համասում եք ԿՊ-ի պաշտոնական էջի։ Դա ավելի վերջացավ, իմ ու քո, այսպես ասած, աստղային պահը վերջացավ։ Բայց նաև տեսախցիկները կֆռամ։
Պարոն Սիմոնյան, նախորդ ճեպազորիցի ժամանակ ճիշտ է անդրադարձել եք գերիների վերադարձին, 4 գերիների վերադարձին, բայց դրանից հետո ադրբեջանական տիրույթում խոսակցություններ տարածվեցին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրենց իշխանությունների կողմից այնուամենայնիվ նրանց բաց չեն թողնելու։ Այս մասով որևէ մեկնաբանություն կարող եք անել։ Որովհետեւ մեկնաբանություն չեմ կարող անել, պետք է կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, մենք իրancs հետ կապված աշխատանքներ ենք տարել, տանելու ենք անընդմեջ, եթե դրա համար ինչքան ժամանակ պահանջվի, մենք դա անելու ենք եւ Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծումներ գտնենք, որ այդ մարդիկ վերադառնան։ Դա չի քննարկվում։ Դա այն մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա ու չի եղել երբևիցե։ Ճշտի հետո ես որ ասեմ։ Չէ, հերթով գնում ենք, չասեք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար